Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մովսիսյան։ Պարոն Մովսիսյան, օրերս վարչապետը ճեպազրույցի ժամանակ հայտարարություն արեց, որ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարումը մեզ որոշակի ռազմավարական խնդիրներ է առաջացնում մեր համար։ Այս տեսակետից նաեւ վարչապետը հայտարարեց, որ լավագույն տարբերակներից մեկն է, որ թե Ռուսաստանի, թե Հայաստանի համար բարեկամ երկրներից մեկը կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանից գնի։ Նախ հասկանանք այս հայտարարությունը ինչ տրամաբանության մեջ է, այս նման որոշում արդեն կայացված է, թե սա պարզապես, այսպես ասենք, տրամադրություններ շոշափելու համար էր արվում։ Երբ թե այստեղ հարկավոր է նշել, որ օգոստոսի 8-ից հետո երկաթուղու վերաբերյալ առաջին հայտարարությունը այն էր, որ մենք ռուսական կողմին կխնդրենք, որպեսզի այն հատվածները, որոնք նրանք պարտավոր են վերականգնել եւ դրանք կապահովեն Հայաստանի երկաթուղային ապաշրջափակումը, պետք է խնդրենք, որպեսզի նրանք այդ ներդրումները կատարեն, վերականգնեն։ Որից հետո ռուսական կողմից իհարկե այդպես հայտարարություններ հնչեցին, որ իհարկե մենք կսկսենք մեր հայ գործընկերների հետ խորհրդակցությունները եւ այլն, եւ այդ թնջուկը բացվեց, հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման, որովհետեւ շատերս մտահոգություններ էինք արտահայտում այն մասին, որ ռուսական երկաթուղին հարավկովկասյան երկաթուղի մասնաճյուղով նախ գտնում է ֆինանսական լուրջ ճգնաժամի մեջ, որովհետև գիտեք, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված այնտեղ կան ֆինանսական խնդիրներ, կան կոռուպցիոն տարբեր խնդիրներ, ու նաև, եթե չեմ սխալվում, 2018-ին էր, որ քննության արդյունքները պարզ դարձրեցին, որ հենց հարավկովկասյան երկաթուղում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր կան, ապօրինի կառավարման դրսևորումներ եւ այլն, բայց այն ժամանակ հայկական կողմը այդ օրակարգը չուներ, որովհետեւ գիտեք, որ Հայաստանը այն ժամանակ շրջափակված էր, երկաթուղու մասին խոսք գնալ նույնիսկ չէր կարող, եւ հիմա նաեւ նոր նուրբ շերտեր են բացում, այսինքն վարչապետի հայտարարությունը նաեւ նրա մասին էր, որ նույնիսկ եթե Ռուսաստանը գումար չխնայի եւ հայկական երկաթուղին վերականգնի, երրորդ կողմեր, օրինակ հատկապես Թուրքիան եւ Ադրբեջանը Արևմտյան գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, տարբեր ադվոկացիոն բնույթի հանդիպումների ժամանակ նշում են, որ գիտեք, հայկական երկաթուղին իրականում ռուսական է եւ մենք այդքան էլ վստահ չենք, որ դա ապահով մատակարարման շղթա կարող է հանդիսանալ եւ այսօրվա աշխարհի պայմաններում իհարկե դա որոշակի չափով ընկալելի է արևմտյան եւ այլ գործընկերների համար, որովհետեւ ռուս-ուկրաինական պատերազմը ամբողջ արևմուտքը Եվրոպան առճակատման մեջ է եւ այդ նարատիվը, որ ռուսական երկաթուղի է եւ վստահելի չէ, շատ հեշտ հանգիստ ընդունվում է։ Այսինքն եւ հարվածում է հայկական շահերին։ Այո, եւ հարվածում է հայկական շահերին, որպեսզի մեզ դիտողները հասկանան ինչի մասին է խոսքը։ Մենք ունենք TRIP-ի ուղին, որը Տրանսկասպիան եւ նաեւ Ադրբեջանի եւ իր մյուս մասի հետ կապող կարևոր օղակ է, բայց հայկական հետաքրքրությունները դրանով ոչ սկսվում են, ոչ էլ ավարտվում են, նույնիսկ կարելի ասել սկսվում են, բայց չեն ավարտվում, որովհետեւ այսօր Թուրքիան ունի մի նախագիծ, որը Կարս-Իգդիր Նախիջևան կապն է ապահովում երկաթուղով եւ շատ հնարավոր է, որ TRIP-ով ուղղակի Հայաստանը շրջանցին, այսինքն օրինակ Ադրբեջանից կամ այլ տեղերից երբ որ TRIP մտնեն, այսպես ասած, հայկական տարածքով այլևս շարունակեն երկաթուղային իրենց ուղին եւ հայկական կողմը պարզել այստեղ չի կարող շահագրգռված լինել եւ ամեն ինչ պետք է անի ճակերտավոր ասած տապալելու այս նախագիծը, բայց գործ ունենք նրա հետ, որ ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո երկաթուղի է եւ հայկական կողմը կարծում եմ երբ առաջարկում է, որ մենք տանք այնպիսի երրորդ երկրի, որը Ռուսաստանի թշնամի չէ, փորձում է հնարավորինս Ռուսաստանից եկող ռիսկերը կառավարել։ Այսինքն ռուսական կողմին ասում է, որ այնպես չի, որ մենք ձեր նկատմամբ թշնամաբար ենք տրամադրված, մենք էլ ենք ուզում, որ դուք կառավարեք, իրականում ներդրումներ կատարեք, որևէ խնդիր չկա եւ այլն, բայց խնդիրը մեր ու ձեր միջև չէ, այլ երրորդ երկրների միջև է եւ Հայաստանի շահերը այստեղ ուղղակիորեն ոտնահարվում են։ Եվ որպեսզի Ռուսաստանը դրան շատ չարձագանքի, նշվում է, որ եկեք Քաթարին, Ղազախստանին, չգիտեմ, Վրաստանին, Ֆրանսիային, չգիտեմ, տարբեր երկրների անուններ են այսօր հիշատակվում, եւ իհարկե առավելագույն սցենարը այն է, որ հենց Հայաստանի կառավարությունը հետ գնի այդ կոնցեսիոն կառավարումը եւ ինքը ինքնուրույն իրականացնի եւ կարծում եմ այստեղ Հայաստանի ինքնիշխանությունը առավելագույնս կպահպանվի։ Եվ մյուս կարևոր տարբերակը, որ վարչապետի խոսքում չի նշվել, բայց փորձագիտական դաշտում վերջին շրջանում շատ է նշվում, տեսեք, Հայաստանը շատ փոքր երկիր է եւ չի կարող մեր երկաթուղային ենթակառուցվածքը կառավարվել մի քանի օպերատորների կողմից։ Հիմա մենք ունենք TRIP-ի վերաբերյալ համաձայնագիր, որը իհարկե չի
անկնում ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո։ Հիմա լավագույն տարբերակը նաև կլիներ նաև այն, որ Հայաստանը հետ գներ այդ կոնցեսիոն կառավարումը եւ տար օրինակ TRIP զարգացման ընկերությանը եւ կարծում եմ այստեղ եթե նաև Հայաստանի մյուս երկաթուղագծերը կառավարվեն այդ հայ-ամերիկյան ընկերության կողմից փոխվստահելիության մակարդակը թե տարածաշրջանային երկրների, թե արևմուտք-արևելք այդ մատակարարման շղթաների շրջանում գտնվող երկրների կողմից ավելի մեծ կլինի, որովհետև պարզ է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որ թուրքական կողմը իր այդ իդեաֆիքսը Կարս Իգդիր Նախիջևանով TRIP-ով դուրս գա դեպի տրանսկասպիան երկրներ եւ Ադրբեջան, իհարկե ավելի դժվար կլինի դա իրագործել։ Այսինքն հայկական կողմը այստեղ տարբեր սցենարային լուծումներ ունի եւ իհարկե վատագույն սցենարային կլինի, որ մենք այդպես էլ չկարողանանք կամ հետ գնել այդ կոնցենսիոն կառավարումը կամ էլ օրինակ թողնենք ռուսական կառավարմանը ոչ թե այլ երրորդ երկրի տան։ Կարծում եմ այս սցենարներն են ու Իսկ լավագույն սցենարը դա երբ որ TRIP ընկերությունը երկու սցենար կա լավագույն մեկը որ հայկական կողմը ամբողջովին գնի որ ինքը կառավարի կամ իր միջոցով տա TRIP-ին կամ էլ հենց TRIP զարգացման ընկերությունը այդ կոնցեսիոն պայմանագրի շահատերը դառնա, այսինքն փոխանցվի իրեն այդ լիազորությունները։ Ու այս առումով կարելի ասել օգոստոսի 8-ից հետո եթե խոսում ենք ռիսկերի, մտահոգությունների մասին, որովհետև պարզ է որ մենք դեռևս չունենք այնպիսի իրավիճակ, որ չկան խնդիրներ, չկան մտահոգություններ, այստեղ խոսում ենք Հայաստանի լիակատար ապաշրջափակման մասին եւ այս կոնտեքստում սա այն ամենակարևոր թնջուկն է, որ հայկական կողմի համար այս պահին գերխնդիր է։ Թնջուկը Ռուսաստանի կողմից երկաթուղին կառավարելը նկատի ունի։ Այո, եւ այդ թնջուկը բացվում է, որովհետեւ արդեն իսկ հայտարարություններ են հնչում եւ ես չեմ կարծում, որ այդ հայտարարությունները զուտ սիմվոլիկ նշանակություն ունեն։ Հիշում ենք Որ հայտարարություններ նկատի։ Այս վերջին հայտարարությունը, որ մենք ցանկանում ենք Ռուսաստանին գոնե բարեկամ երկրի փոխանցել, դրան նախորդիվ նաև հայտարարություն հնչեց, որ օրինակ ռուսական կողմի հետ աշխատում ենք, որպեսզի նրանք վերականգնեն ու եթե տեսնում ենք, սա ոչ թե սիմվոլիկ նշանակության հայտարարություններ են, այլ նաև կարելի ասել բանակցային սեղանին այս հարցերը դրվում են, բայց իհարկե տեսնենք, արդեն ռուսական կողմից արձագանքներ կան, օրինակ Շոյգուն ասաց, որ եթե հայկական կողմը այդպես վարվի, ապա ամբողջ երկաթուղային ցանցը, երկաթուղային համակարգը կփլուզվի։ Ես կարծում եմ դեռևս խոսում են այն մասին, որ այլ ընտրանք չունի Հայաստանը ըստ էության։ Բայց դեռևս սրանք մեղմ հայտարարություններն են։ Հայաստանը դեռևս ոչինչ չի որոշել, Հայաստանը դեռևս որևէ կոշտ դիրքորոշում չի ստանձնել եւ դրանից բխող գործողություններով կարծում եմ, եթե հայկական կողմը չկարողանա այդպես էլ Ռուսաստանին բարեհամբույր դերակատար դարձնել, այո, ամեն ռիսկ էլ հնարավոր է ռուսական կողմից կլինեն։ Ինչ ռիսկերի մասին է խոսքը, պարոն Մովսիսյան։ Դե շատերս արդեն փորձում են նաև արժեզրկել այդ հիբրիդային սպառնալիքներ, հիբրիդային պատերազմ գործիքները, բայց դրանք իհարկե այս պահին նույնիսկ դրսևորվում են, ուղղակի մենք հիմնականում երբ որ այս պահին խոսում ենք հիբրիդային սպառնալիքների մասին, հիմնականում խոսում ենք տեղեկատվական, քարոզչական եւ քաղաքական կոմպոնենտները։ Դեռևս մենք հիբրիդային սպառնալիքների ներքո չենք տեսել ռուսական տնտեսական տարբեր գործիքներ, ազդեցության գործիքների կիրառումը, իսկ եթե արդարացի գտնվենք, այդ գործիքները բազմաթիվ են, ուղղակի վերջին Կխնդրեմ մանրամասնակ ինչի մասին է խոսքը, որ դիտողն էլ հասկանա։ Շատ լավ, դե առնվազն Հայաստանը ԵԱՏՄ-ում է գտնվում, առնվազն Հայաստանի արտաքին առևտրի մի ահռելի բաժին Ռուսաստանի եւ ԵԱՏՄ երկրների հետ է, Ռուսաստանը այստեղ տնտեսական լուրջ ներկայություն ունի, տարբեր ռազմավարական օբյեկտներ ունի, էներգետիկ անվտանգությունից սկսած մինչև տարբեր տնտեսական դերակատարներ, որոնք շատ հաճախ երբեմն քաղաքական գործընթացների մեջ են ակտիվ լինում։ Այսինքն Ռուսաստանը այստեղ գործիքակազմ ունի, ուղղակի վերջին տարիների մի կարևոր փոփոխություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերություններում, կախվածությունը որոշակիորեն մասամբ դարձել է փոխկախվածություն, այսինքն Հայաստանը նույնպես Ռուսաստանի համար շատ կարևոր դերակատար է դարձել օրինակ սանկցիաներից խուսափելու համար, որոշակի նյութեր ապրանքներ իր երկիր տեղափոխելու համար եւ այլն, եւ այստեղ ռուսական կողմը որոշակի նույնպես ինչպես հայկական կողմը զգուշություն է ցուցաբերում, բայց երբեք չեն կարող ասել Ռուսաստանի պես ոչ ռացիոնալ դերակատար ինչ գործիքներ կարող է օգտագործել ու իհարկե այն մոտեցումը, որ պետք է հնարավորինս ոչ թե այդպես կոշտ հրապարակային դիրքորոշումներով առաջ գնալ գործընթացում, այլ հնարավորինս փորձել պարարտ հող ստեղծել, որ հետագա քայլերում որոշակի մենք լեգիտիմություն ձեռք բերենք։ Եթե հիշում եք, օրինակ նույն հապկի հետ կապված զինտեխնիկա ձեռք բերելու առումով հայկական կողմը այնպես չի, որ նշել օրինակ Ռուսաստանը թշնամի է, հետեւաբար մենք նրանց հետ չենք համագործակցում կամ զինտեխնիկա ձեռք չենք բերում, այլ հայկական կողմը հողի վրա որոշակի իրադարձություն է տեղի ունեցել
եւ այդ իրադարձությունները, օրինակ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումը հայկական կողմի համար լեգիտիմ հող է նախապատրաստել, որպեսզի հստակ քայլեր գնան։ Հիմա քանի դեռ այս վնասակար ազդեցությունները տեղի չեն ունեցել, ինչպես օրինակ նախկինում են եղել, հայկական կողմը պետք է ավելի պրոակտիվ լինի, այսինքն ռուսական կողմին արդեն նույնիսկ հրապարակային հայտարարությունների մակարդակում ցույց տա, որ այստեղ հայկական շահեր են, ու չնայած նրան, որ մենք չենք ուզում Ռուսաստանի հետ թշնամանալ, այնուամենայնիվ չեն կարող Հայաստանի շահերը հատկապես ապաշրջափակման կոնտեքստում մի կողմ դնել։ Այսինքն Ռուսաստանը հետագայում դա կարող է խոչընդոտել, նաև դա նկատի ունեք, այսինքն պետք չէ սպասել, որ այդ գործընթացները խոչընդոտվեն, հետո նոր Հայաստանը գործողություններ ձեռնարկի։ Կողմը կարող է առաջարկել, որ ես հենց հիմա պատրաստվում եմ օրինակ 5 միլիարդ ներդրում անել Հայաստանի երկաթուղային ցանցում։ Օրինակ հայկական կողմի գործողությունները դրանով ավելի կդժվարանան։ Ինչը տեսեք, մի կողմից կարող է հայտարարվել, որ մենք ներդրում ենք անում, բայց այդ ներդրումը որևէ կերպ չնպաստի Հայաստանի ապաշրջափակմանը, որովհետև ինչպես նշվեց, նաև վարչապետը հայտարարեց, ռուսական կողմը կարող է ներդրում անել, որովհետև իր համար շատ կարևոր է, որ մի շարք ռազմավարական ոլորտներում իր ազդեցությունը պահի Հայաստանում եւ այս տարածաշրջանում, բայց մյուս կողմից դրանով խանգարել Հայաստանի ապաշրջափակմանը, այսինքն հայկական կողմը իրականում այնպես չի, որ շատ լավ դրության մեջ է գտնվում եւ այստեղ պետք են շատ ակտիվ նաեւ երրորդ կողմերի ներգրավման բանակցություններ։ Նաեւ դուք անդրադարձեք Շոյգուի հայտարարությանը, նաեւ հայտարարությամբ է հանդես եկել Զախարովան, նախ նշում է, որ երկաթուղիները Ռուսաստանի կողմից կառավարվում են ավելի քան 20 տարի, այդ ընթացքում բազմաթիվ ներդրումներ են եղել, ենթակառուցվածքներ են վերանորոգվել եւ բարելավել եւ ասում է այն մարդիկ, ովքեր Հայաստանում խոսում են ռուսական կառավարումից հրաժարվելու մասին, պիտի հիշեն այդ ներդրումների մասին։ Ստացվում է, որ պարոն Մովսիսյան, էլի հայկական կողմը, այսպես եթե բնորոշենք, անշնորհակալ կողմ է դուրս գալիս, որ ռուսական կողմը ներդրումներ է անում, զարգացնում է, իսկ մենք փորձում ենք գնալ այդ իրենց բառերով ասած կործանարար արևմուտք։ Իսկ հայկական կողմի թերությունը նաև այն է եղել, որ շատ երբեմն հրապարակային մակարդակում չի հայտարարել, թե հարավկովկասյան երկաթուղին ինչ է արել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի հետ։ Իսկ ինչ է արել։ Խոսենք այդ մասին։ Մենք կոնսենսիոն պայմանագիրը Հայաստանի եւ ռուսական կողմի հետ կնքված, մենք տեսնում ենք, որ բազմաթիվ պարտավորություններ դեռևս չեն կատարվել։ Այդտեղ հստակ նույնիսկ իհարկե թվեր չեմ հիշում, բայց հստակ թվերով, միլիոններով գրված է, թե ինչքան ներդրում պետք է անի եւ այլն, այսինքն այն ենթակառուցվածքների վերականգնման մասին, որ մենք խոսում ենք, ռուսական կողմը արդեն իսկ պետք է որոշակի գործընթաց սկսած լիներ, այսինքն իրենք նախ դա չեն արել։ Երկրորդը մենք տեսնում ենք ոչ թափանցիկ կառավարում, մենք տեսել ենք տարբեր հետաքննություններ այնտեղ կոռուպցիոն ռիսկերի, փողերի լվացման ռիսկերի հետ կապված, այսինքն մեզ համար էլ եւ եթե տարօրինակ է Զախարովայի եւ Շոյգուի այն հայտարարությունները, որ հայկական կողմը չի հասկանում, թե ինչ ներդրումներ է արել հարավկովկասյան երկաթուղին Հայաստանում եւ այլն, մենք կարող ենք համեմատել 2008 թվականից հետո ինչ է փոխվել Հայաստանի երկաթուղային ցանցում եւ ըստ դրա հետեւություններ անել, կարծում եմ Հայաստանում բնակվող ցանկացած մարդ փորձագետից միջև սովորական շարքային քաղաքացի տեսել է, թե մեր երկաթուղագծերը ինչ վիճակում են այստեղ գտնվում եւ սա նաեւ ռուսական կողմի խնդիրն է, որ իրենք երկարաժամկետ չեն մտածել, որ մի օր Հայաստանը կարող է ապաշրջափակվել եւ նրանք գուցե ներդրումներ անելով նաեւ իրենք շահույթներ ստանան, բայց եկել ենք մի իրավիճակի ենք հանգել, որ հենց հարավկովկասյան երկաթուղու կառավարումն է խնդիրը, որ Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ ապաշրջափակման կոնտեքստում։ Պարոն Մովսիսյան, ես ճիշտ հասկացա, որ 2008 թվականին, երբ որ երկաթուղին հանձնվում էր կոնսենսիոն կառավարման, հեռանկարում Հայաստանի ապաշրջափակումը կամ առավել եւս TRIP-ի մասին ինչ որ մի պրոյեկտ հաստատ չի եղել։ Դե առնվազն ռուսական կողմը եւս մեկ ռազմավարական ոլորտում մեծ գերակայություն ունենալով Հայաստանում զուտ ճնշման գործիքներ է ստացել Հայաստանի նկատմամբ։ Գիտենք, որ բազմաթիվ ոլորտներում տնտեսական, էներգետիկ, երկաթուղագծային եւ այլն Ռուսաստանը որպես ռացիոնալ դերակատար չէ մտել խաղի մեջ, այսինքն ռուսական կողմը չի մտել խաղի մեջ որպես ներդրում կատարող, ինչպես օրինակ հիմա տեսնում ենք օգոստոսի 8-ից հետո, հա, օրինակ ամերիկյան կողմը բացահայտ հայտարարում է իր տնտեսական քաղաքական շահերի մասին, նշում է թվեր, նշում է կոնկրետ միջազգային այնպիսի պատասխանատու, այնպիսի հաջողություններ գրացած ընկերություններ, որ մենք նույնիսկ կասկածի տակ չենք կարող դնել, որ օրինակ թռիփով անցնող ենթակառուցվածքները կարող են որևէ խնդիր ունենալ։ Ինչը չեն կարող ասել Ռուսաստանի դեպքում, որը թե Հայաստանում, թե իր հարևան տարբեր երկրներում փորձել է ռազմավարական կարևոր օբյեկտների նկատմամբ վերահսկողություն ստանձնելով, դրանք կարող են լինել ռազմական, տնտեսական, էներգետիկ եւ այլն, փորձել ազդել նաեւ արտաքին քաղաքական որոշումների վրա։ Մենք հիշում ենք այն գազային
էներգետիկ կախվածությունները, որ ունեին Մոլդովան եւ Ուկրաինան Ռուսաստանից, եւ դրանք ինչպես էին օգտագործում ռուսական կողմից, որպեսզի կանխեն այդ երկրների կախվածությունների նվազեցումը Ռուսաստանից, եվրոինտեգրման գործընթացները եւ այլն եւ այլն։ Այսինքն այս կոնտեքստում շատ բացահայտ է, որ ռուսական կողմը ոչ միայն չի մտածել, որ կարող է ներդրումներ անել, այլ առաջին հերթին մտածված կերպով մտել է այս դաշտ, որպեսզի նաև կանխարգելի որոշակի որոշումների կայացում եւ այլն։ Մենք այդպիսի օրինակ ունենք նաև հայ-ռուս գազարդի դեպքում, եթե շատերը չեն հիշում, մենք ունենք 20% բաժնեմաս եւ կոնկրետ քաղաքական որոշումների դիմաց ռուսական կողմը այդ 20%-ն էլ հայկական կողմից վերցրեց։ Այսինքն այստեղ գործ ունեն կոնկրետ արտաքին քաղաքական կոնկրետ ուղղվածության հետ, որում նաև օգտագործում են կոնկրետ տնտեսական, էներգետիկ եւ տարբեր բնույթի պրոյեկտներ։ Վերադառնալով Թրիփին, պարոն Մովսիսյան, ռուսական կողմի հայտարարությունները վերջին շրջանում վստահ եմ տեսել եք, լսել եք վերջին հատկապես 1 ամսվա ընթացքում շատ ակտիվ հայտարարություններ են անում այն մասին, որ Ռուսաստանը չի կարող Թրիփում մասնակցություն չունենալ, որովհետև դա ռուս սահմանապահների վերահսկողության գոտին է եւ պարբերաբար մեզ հիշեցնում են, որ Հայաստանը այնուամենայնիվ շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ-ի իրավանդամ է։ Նախ ընդհանուր առմամբ հասկանանք ինչի մասին են այս հայտարարությունները, սրանք պարզապես հիշեցնում են Հայաստանին կոպիտ ասած իրեն տեղը, թե սրանք այլ միտում ունեն, Թրիփի հանդեպ վերաբերմունքը եւ խանդն են ցույց տալիս։ Ինչու է Ռուսաստանը փորձում կոպիտ է հնչում, բայց խցկվել Թրիփում այն դեպքում, երբ շահագրգռված չէ երկաթուղու գոնե այն հատվածների վերականգնմամբ, որոնց վիճակի մասին մենք լավ տեղյակ ենք։ Դե Թրիփի հետ կապված պետք է նշենք, որ այն ունի նախապատմություն եւ այդ նախապատմության մեջ նաեւ իր դերն է ունեցել ռուսական կողմը։ Մենք գիտենք, որ կար նոյեմբերի 9-րդ կետը, որում Ռուսաստանը շահագրգռված էր հենց իր անվտանգային մարմիններից մեկի ՖՍԲ-ի կոնկրետ ներկայության մասով, ռուսական կողմը չի համաձայնվել այն կարգավորումներին, որոնք հենց հիմական Թրիփի վերաբերել, այսինքն ինքնիշխանությունը, հայկական կողմի այն պնդումները, որ մենք բազմիցս այս նույն ֆորմուլաներ, այս նույն բանաձևերը առաջարկել ենք Ռուսաստանին, բայց չենք ստացել դրական պատասխան, ցույց են տալիս, որ Ռուսաստանի համար Թրիփով անցնող երթուղին ու ընդհանրապես Սյունիքով անցնող այդ ապաշրջափակման ուղիները շատ կարևոր են։ Ու իհարկե ոչ միայն Ռուսաստանի համար, իրականում գիտեք, որ Սյունիքով անցնող երթուղիները միշտ եղել են կարևոր քննարկման թեմա, ոչ միայն Հայաստանի ներսում, այլ ընդհանրապես երկկողմ ձևաչափով տարբեր տարածաշրջանային դերակատարների իմաստով ու այստեղ որ շատերը ասում են դեսա զուտ միջանցք է Ադրբեջանի համար, մի փոքր կասկածի տակ են դնում, այսպես ճակերտների մեջ ԱՄՆ-ի որպես ռացիոնալ դերակատար հանդես գալու հանգամանքը, որովհետև ԱՄՆ-ն այն երկրներից չէ, որ զուտ Ադրբեջանի ու իր մյուս ցամաքային տարածքի հետ կապ պահելու համար կգա եւ այդպիսի ներդրումներ կատարի, այսինքն այս երթուղու ապաշրջափակում, այս երթուղու իրականացումը իրականում շատ լուրջ աշխարհաքաղաքական, տնտեսական նշանակություն ունի շատ երկրների համար, թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի եւ այլն։ Ուղղակի այստեղ խնդիրն է, թե ով է դա վերահսկում, ով է դա կառավարում եւ օգոստոսի 8-ին եւ դրանից հետո այս վերջերս Թրիփ նախագծի իրականացման շրջանակով պարզ դարձավ, որ դա մաքուր հայ-ամերիկյան նախագիծ է եւ որի նկատմամբ Հայաստանը ունի լիակատար վերահսկողություն, ինքնիշխանություն, իրավազորություն եւ այլն, եւ ռուսական կողմը չի կարող մտահոգված լինել սրանով եւ բայց մյուս կողմից ինչ անել, հա, այսինքն ռուսական կողմն էլ չի կարող ասել, օրինակ, եթե Թրիփը իրականանա, օրինակ մենք կհարձակվենք Ադրբեջանի ու Հայաստանի վրա։ Իհարկե, գուցե եթե ուներ համապատասխան ռեսուրսներ, չլիներ ԱՄՆ ներկայությունը, գուցե նաև այդպիսի հայտարարություններ լինեին։ Ուղղակի մենք գործ ունենք նրա հետ, որ հատկապես այս ռուս-ուկրաինական պատերազմից հետո, հատկապես Ռուսաստանի այս մեկուսացման իրավիճակում ռուսական կողմը բախվում է իր իրական ազդեցության սահմանափակումների հետ այս տարածաշրջանում առնվազն, այսինքն մենք կարող ենք օրինակ Աֆրիկայում քննարկել թե ռուսական ազդեցությունը ինչ նվաճումներ ունի վերջին տարին, բայց առնվազն Կովկասում, առնվազն Մերձավոր Արևելքում եւ Կենտրոնական Ասիայում մենք տեսնում ենք, որ ռուսական ավանդական ազդեցության գոտիներում Ռուսաստանի ներկայությունը քանի գնում նվազում է։ Մենք տեսանք, թե Մերձավոր Արևելքում Սիրիայում ինչ տեղի ունեցավ, մենք տեսնում ենք Ռուսաստանի կարևորագույն գործընկերներից մեկի Իրանի հետ ինչ տեղի ունեցավ, Ռուսաստանի արձագանքը նույնպես տեսանք, մենք տեսնում ենք, թե հատկապես Թրամփի ադմինիստրացիան ինչպիսի համաձայնություն է ձեռք բերում Կենտրոնական Ասիայի երկրների հետ եւ այստեղ իհարկե կա որոշակի համընկնում Թրիփի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շահերի հետ եւ այս առումով ռուսական կողմը քանի որ ունի որոշակի ազդեցության սահմանափակումներ, առնվազն տեղեկատվական դաշտում շարունակելու է
արժեզրկել, վարկաբեկել, ամեն ինչ անել, որ TRIP նախագիծը, եթե ոչ իրականություն չդառնա, ապա հնարավորինս Հայաստանում հանրային տրամադրությունների արդյունքում TRIP նախագծի վերաբերյալ որոշակի վատատեսական տրամադրություններ ստեղծվեն, եւ մենք տեսնում ենք, որ կան նաեւ քաղաքական ու հասարակական դերակատարներ, ովքեր դառնում են ռուսական կողմի խոսնակները Հայաստանում, ներկայացուցիչները Հայաստանում, որտեղ իրականում շատ պարզ է, հա, ասենք թղթի վրա գրված է, որ հայ-ամերիկյան նախագիծ է, շատերը փորձում են BRICS ավելացնել, շատերը փորձում են ամերիկյան ներդրումները պաշտպանել Չինաստանի միջոցով եւ այլն, եւ առնվազն բոլորի մոտ կարող է կասկած առաջանալ ինչու, հա, այսինքն ինչու պետք է հայ-ամերիկյան նախագծի պաշտպան բերել Ռուսաստանին, Չինաստանին եւ սա շատ པարզ քաղաքական վերլուծություն է, որ առնվազն ուրեմն այդ երկրների շահերը այստեղ սպասարկողներ կան, որովհետեւ չի կարող հայ-ամերիկյան երկկողմ գործընթացով հետաքրքրված կամ այդ գործընթացը կարևորող որևէ քաղաքական դերակատար շահագրգռված լինի, որ ինչ որ երրորդ կողմ, հատկապես Ռուսաստանն ու Չինաստանը գան այդտեղ այդ ներդրումները պաշտպանեն։ Այսինքն առնվազն մենք պետք է ֆիքսենք, որ Ռուսաստան ունի ուժային սահմանափակումներ, նա իհարկե շատ մեծ ախորժակ ունի եւ շատ բան կուզեր անել, բայց ունի սահմանափակումներ եւ դա առնվազն կարտահայտվի գոնե հիբրիդային գործիքների, տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով, ինչը եւս իհարկե քիչ ազդեցություն չէ Հայաստանում հասարակական քաղաքական տրամադրությունների վրա եւ այստեղ կարեւոր է թե պրոակտիվ քաղաքական ուժեր, ովքեր շահագրգռված են այս պայմանավորվածությունների իրականացմամբ, թե քաղաքացիական հասարակության, թե փորձագիտական դաշտի ներկայացուցիչները այստեղ Հայաստանի տարբեր հասարակական խմբերի շրջանում դիմականությունը բարձրացնել, որովհետև այդ հիբրիդային գործիքները մենք տեսանք, թե տարբեր տեղերին ինչ ազդեցություն ունեն։ Պարոն Մովսիսյան հետաքրքիր հայտարարություններ եք անում, որ եթե Ռուսաստանը ընդհուպ կարողանար եւ ռեսուրսներ ունենար, կարող էր հայտարարել, որ կհարձակվի Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, որպեսզի խոչընդոտի TRIP-ի կյանքի կոչումը իրականացումը։ Դուք էլ ձեր խոսքում նշեցիք ու ճիշտ նկատեցիք, որ ուժեր կան, որ հակառակը, օրինակ TRIP-ի կյանքի կոչումը եւ խաղաղության գործընթացի շարունակականությունը ուղիղ կապում են Ռուսաստանի հետ։ Վերջերս այդ մասին հայտարարեց Անդրանիկ Թևանյանը հանրայինի տաղավարում, որ իրենք բոլոր այն ուժերը, ովքեր պայքարում են այս իշխանության դեմ եւ գալիս են բլոկներով այս ընտրություններին պայքարելու են իշխանության դեմ եւ իշխանության գալով իրենք բոլոր իրենց հույսերը կապելու են Ռուսաստանի հետ, որովհետեւ Ադրբեջանին կարող է զսպել միայն Ռուսաստանը, տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատել միայն Ռուսաստանը։ Հիմա ինչպես հասկանալ այս դիլեման, էլի, որովհետեւ լրիվ այլ բանի մասին եք խոսում դուք, լրիվ այլ բանի մասին են խոսում այս քաղաքական ուժերը եւ Հայաստանը այլ ուղեցրում են պատկերացնում, այսինքն այդ ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը իրենք պատկերացնում են Ռուսաստանի հետ։ Տեսեք, ես ուղղակի ծայրահեղացրի գույները, իհարկե շատ անհավանական սցենար կարելի է համարել, որ Ռուսաստանը թե կհարձակվի Ադրբեջանի, թե Հայաստանի վրա, ուղղակի այստեղ ցանկությունների մասին է, այն ցանկությունների մասին է, որ արտահայտվում է թե Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, թե նրանց տարբեր պրոպագանդիստների շուրթերով, բացահայտ մարդիկ ասում են, որ սա մեր ազդեցության գոտին է եւ եթե պետք լինի հատուկ ռազմական գործողություն անենք։ Ես վերլուծելով գործընթացները առնվազն ապիկար վերլուծություն կլինի, եթե ասեմ բացառում եմ, որ Ռուսաստանը երբևէ կհարձակվի Ադրբեջանի եւ Հայաստանի վրա, բայց չեմ բացառում եւ ասում եմ, եթե լինեն համապատասխան ռեսուրսները, համապատասխան միջավայրը եւ ցանկությունը արդեն իսկ կա, ապա նաեւ հնարավոր է այդպիսի իրավիճակ։ Հիմա ինչ մնում է քաղաքական ուժերի տարբեր հայտարարություններին, որն է դերակատարների եւ հակառակ կողմում գտնվող դերակատարների այդ վերլուծությունների տարբերությունները։ Հայաստանում մենք միշտ փորձել ենք տարբեր ռազմավարական ոլորտներ մեկից կախվածության մեջ դնել եւ նշել, որ այդ մեկը մեզ միշտ կօգնի։ Հետո մենք հողի վրա տեսնում ենք, թե դա ինչ բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի շահերի տեսանկյունից։ Իհարկե նաև կային մարդիկ, եղել են մարդիկ եւ շարունակում են լինել մարդիկ, ովքեր միշտ են նշել, որ մեկ կենտրոնից կախվածությունը վնասարար է, անկախ այդ պատերազմից, այսինքն մինչև նույնիսկ 2020 թվական բազմաթիվ անգամ տարբեր թե փորձագիտական դաշտում, թե քաղաքական ուժերի կողմից միշտ հնչել են հայտարարություններ եւ միշտ Հայաստանի իշխանությունները նշվել է, որ քանի դեռ Հայաստանը չի դիվերսիֆիկացրել իր արտաքին քաղաքականությունը, տնտեսական հարաբերությունները եւ այլն, մի օր գալու է մի պահ, երբ որ Հայաստանը ընտրության առջև է գալու, ընտրության առջև է կանգնելու եւ այդ վնասար կախվածությունը ազդելու են մեր որոշումների վրա։ Հիմա կոնկրետ այն դերակատարները, ովքեր ասում են Ռուսաստանին հրավիրենք տարածաշրջան, չնայած նրան, որ Ռուսաստանը ուղղակի չի կարողանում ներս մտնել այդ սենյակ,
ինձ թվում է մեզ դիտող մարդիկ պետք է հասկանան, էլի Ռուսաստանը այն դերակատարն է եղել, ով չի կարողացել իր պայմանագրային պարտավորությունները կատարի։ Իհարկե շատ կուզեր կատարել, բայց չի կարողացել կատարել։ Այսինքն ինքը ոչ միայն վնասարար դերակատար է, այլ նաև չի կարողանում որպես լավ դաշնակից հանդես գալ, եթե sense մեղմ ձևակերպենք եւ այլն։ Եվ 2025 թվականին մենք ունեցել ենք պայմանավորվածություններ Վաշինգտոնում, այսինքն դա փաստ է, հողի վրա ամերիկյան կողմն է, որ կարողացել է երկու կողմերի միջև որոշակի փխրուն կայունություն, խաղաղություն հաստատել։ Եվ այս պայմաններում, երբ որ որոշ քաղաքական դերակատարներ ասում են Ռուսաստանին հրավիրենք այստեղ որոշակի ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար, ինձ համար առնվազն առաջին հայացքից ուղղակի նրանք ռուսական շահերը սպասարկող մարդիկ են, որովհետև տեսեք, ես կարող եմ հիմնավորել ինչու ԱՄՆ-ն պետք է ներկա գտնվի, ինչու է կարևոր Հայաստանի-ԵՄ հարաբերությունները, ինչու է կարևոր Հայաստանի տնտեսական, ռազմական, քաղաքական դիվերսիֆիկացիան եւ այլն, ես չեմ լսել, թե այս պայմաններում Ռուսաստանի ավելի մեծ ներկայությունը ինչով է շահավետ Հայաստանի տեսանկյունից, որտեղ են սպասարկվում Հայաստանի արտաքին քաղաքական շահերը։ Եվ քանի որ այդ պատասխանը ես չեմ գտել եւ նրանք որևէ կերպ չեն անդրադարձել, ինձ դա հիմք է տալիս նշելու, որ ուղղակի մարդիկ ռուսական շահերն են սպասարկում, այսինքն Ռուսաստանի շահերը իհարկե այստեղ Հայաստանում պարզ են ավելի ներկա լինել, ավելի ազդեցիկ լինել, որպեսզի կոնկրետ որոշումների վրա ազդեն, իսկ այն մարդիկ, ովքեր այդ տեսանկյունից են քաղաքական գործընթացների մեջ մտել, առնվազն մենք կարող ենք այդ փաստը ֆիքսել, որ կան այստեղ ռուսական շահեր սպասարկող կոնկրետ քաղաքական խմբեր։ Այլ ռացիոնալ բացատրություն ես չեմ գտնում, որովհետև այսքան իրադարձություններից հետո, այսքան վնասարար ազդեցությունից հետո, որ մենք զգացել ենք մեր վրա, Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր ինքնիշխան տարածքները, կորցրել է ի վերջո կոնկրետ շահերի գոտիներ, կորցրել է տարբեր ռազմավարական նշանակության օբյեկտներ, ի վերջո մարդկային կյանքեր եւ այլն, սրանից հետո նշել, որ Ռուսաստանին կրկին պետք է մենք սենյակ հրավիրենք, ես այլ բացատրություն չեմ գտնում, քան որ նրանք սպասարկում են Ռուսաստանի շահերը։ Հենց այդ նույն ուժերը ասում են, որ դրանում միայն Հայաստանն է մեղավոր, Հայաստանն է տապալել բանակցությունները, Հայաստանն է հանձնել Ղարաբաղը, Հայաստանն է դուրս հրավիրել ռուս խաղաղապահներ։ Հայաստանը այնքան ուժեղ դերակատար է, որ ռուսական ազդեցության գոտի հանդիսացող տարածքներից բանակցությունները չեղարկելով Ռուսաստանի դուրս է մղել։ Իրենց տրամաբանությամբ իրացիոնալ է։ Մենք կարող ենք հայկական կողմին շատ տարբեր բաներում մեղադրել, օրինակ որ այն դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը, որ հիմա վարվում է, դա վարվել է այն պահից սկսած, երբ որ մենք զգացել ենք, որ այլևս այլ ճար չունենք, այսինքն ոչ թե պրոակտիվ ձևով ենք այդ քաղաքականությունը վարել, այլ տեսել ենք ուղղակի այլ ընտրանք չունենք ուղղակի եւ սկսել ենք այլ դերակատարների հետ հարաբերություններ հաստատել, մենք կարող ենք 18-ից 20 թվականների Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում հայկական կողմի մեղավորությունը ֆիքսել եւ այլն, բայց մեր վերլուծությունների մեկնակետը պետք է լինի 2020 թվականի նոյեմբերի 9-ը, որովհետեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի շահագրգիռ կողմերից մեկը եղել է ռուսական կողմը, այսինքն ռուսական կողմին չի հետաքրքրել, թե Լեռնային Ղարաբաղը տարածքային ինչ շրջանակներում կլինի։ Ռուսաստանին հետաքրքրել է, որ որոշակի տարածք կլինի, այնտեղ կբնակվեն հայեր, ռուսական ուժերը այնտեղ տեղակայված կլինեն, կոնֆլիկտը կօգտագործվի երկու կողմերի վրա ազդելու համար, Ռուսաստանը իր կարևոր շահերի գոտում ներկա կլինի ռազմական, տնտեսական, քաղաքական առումներով եւ այլն, այսինքն հայկական կողմին կարելի է կոնկրետ բաներում մեղադրել, բայց ասել, որ Լեռնային Ղարաբաղի այդ տեղահանման, Լեռնային Ղարաբաղ ամբողջովին կորցնելու մեջ հայկական կողմին միայն մեղադրել, ես այստեղ տրամաբանություն չեմ տեսնում, որովհետեւ նշանակում է ռուսները իրենց շահերը չեն հասկանում ուղղակի։ Եվ պարոն Մովսիսյան, գալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, նախ ընդհանուր առմամբ վարչապետը վերջերս անդրադառնալով ընտրություններին ասաց, որ դա պատմական նշանակություն ունի, արդյոք կիսում եք այդ համոզմունքը, թե չէ, եւ տեսեք, ընդհանուր առմամբ թե խաղաղության պայմանագիրը, թե TRIP-ը ստացվում է, որ շարունակականությունը եւ ճակատագիրը որոշվելու է հենց 26 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որովհետեւ ուժերը, որոնք չասեմ նրանց դեստրուկտիվ, բայց որոնք Հայաստանը տեսնում են ռուսական ծիրում եւ այդ բոլոր խաղաղությունը անգամ տեսնում են միայն Ռուսաստանի հետ, ասում են, որ գալու են ազգային ինքնություն, արժանապատվություն, գիտեք, Արարատի հետ Արարատի ֆոնին լուսանկարներ եւ գալու են փրկեն իրավիճակը, այն իշխանափոխություն իրականացնեն, որ փրկեն Հայաստանը այս իրավիճակից։ Ընդհանուր առմամբ ինչ իրավիճակ է չեմ հասկանում, բայց ընդհանուր առմամբ ինչ եք կարծում, իսկապես 26 թվականի ընտրությունները պատմաքաղաքական են եւ նաեւ այդ արդյունքներով է որոշվելու, թե Հայաստանը որ ուղղությամբ կշարժվի։
Դե ցավոք սրտի ունենք այնպիսի քաղաքական դերակատարներ, ինչպիսիք որ ունենք, այսինքն ցավոք սրտի ունենք արդեն 2018-ից սկսած վերարտադրվող քաղաքական ուժ եւ կան քաղաքական ուժեր, որոնք կոնկրետ ժողովրդավարության, Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերությունների դիվերսիֆիկացման, ԵՄ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ ունեն այնպիսի դիրքորոշումներ, որ շատ հաճախ մարդիկ չտեսնելով այդ այլընտրանքը կոնկրետ այս համաձայնությունների կոնտեքստում միակ քաղաքական ուժը տեսնում են քաղաքացիական պայմանագրին, այսինքն մենք հանրային հարցումներով արդեն դե պարզ է տեսնում ենք թե հասարակական ինչպիսի խմբեր, ինչպիսի աջակցություն են տալիս կոնկրետ օրակարգերի եւ ցավոք սրտի այո Հայաստանում դեռևս չունենք այնպիսի նոր կարողունակ ուժ, որ իշխող ուժին հակադրի ավելի լավ ժողովրդավարությունը, ավելի լավ արտաքին քաղաքական դիվերսիֆիկացվող հարաբերություններ, այսինքն մի կողմից ունենք իշխանություն, որը ասում է օգոստոսի 8-ը կարևոր ձեռքբերում է, ԵՄ ինտեգրացիան կարևոր է Հայաստանի համար, Ռուսաստանից մեկ կենտրոնից կախվածություն պետք է նվազեցվեն, մյուս կողմում ունենք, որ ասում են, չէ, մեկ կենտրոնից կախված լինելը շատ լավ բան է, եկեք Ռուսաստանին ավելի շատ հրավիրենք Հայաստան եւ բայց բոլորդ կապրեք հարուստ 300,000 աշխատատեղեր կբացենք։ Այս քաղաքական դերակատարների ներկապնակը իհարկե ինձ էլ չի գոհացնում, ես էլ կուզենայի, որ մեկ կարողունակ ժողովրդավարական արժեքների շուրջ համախմբված ուժ լիներ, որը կկարողանար լավ այլընտրանք լիներ գործող քաղաքական իշխանության, այսինքն ոչ թե զուտ գաղափարապես, այլ նաև ռեսուրսների իմաստով կարողունակ, այսինքն մտքի գեներացման տեսանկյունից, մարդկային ռեսուրսի առումով եւ տարբեր առումներով կարողանար այլընտրանք լիներ գործող իշխանությանը եւ ցավոք սրտի, ինչպես 21 թվականին մենք 26 թվականին նույնպես ունենալու ենք դերակատարներ, որոնք էլի տարբեր ձևերով կապակցված են նախկին իշխանությունների հետ եւ բացի այդ նաև կոնկրետ քարոզություն են իրականացնում Հայաստանի համար ձեռնտու նախագծերի նկատմամբ թուրքական օրինակ միջանցք են նշում օգոստոսի 8-ի հետ թրիփ երթուղին եւ այլն եւ միանշանակ այս դիրքորոշումները ազդելու են քաղաքական այն հետագծի վրա, որ Հայաստանը կարող է ունենալ 2026 թվականի ընտրություններից հետո պետք չէ խուսափել նշել, որ տարբեր արտաքին դերակատարներ Հայաստանում շահագրգռված են կոնկրետ ընտրությունների արդյունքով։ Այսինքն մի դերակատար չէ, տարբեր դերակատարներ չէ։ ԱՄՆ-ը չպետք է շահագրգռված լինի, որ Հայաստանում լինի օրինակ քաղաքացիական պայմանագիրը կամ այնպիսի քաղաքական ուժ, որը կասի օգոստոսի 8-ը շատ կարևոր իրադարձություն է եղել եւ հայկական կողմը զարգացնելու է հայ-ամերիկյան հարաբերությունները, իհարկե շահագրգռված է լինելու։ Պետք չէ ընդհանրապես խուսափել նշել, որ օրինակ Թուրքիան եւս շահագրգռված կլինի Հայաստանում այնպիսի քաղաքական իրավիճակ տեսնել, որտեղ նրա հետ ուզում են խոսել, որովհետև իհարկե այստեղ խոսում են, որ Թուրքիան տարիներ շարունակ Հայաստանի սահմանը փակ է պահում, տարբեր վատ գործընթացներ է, բացասական գործընթացներ է ձեռնարկում Հայաստանի նկատմամբ եւ այլն, բայց Թուրքիան նույնպես շահագրգռված է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն, ուղղակի տարիներ, տասնամյակներ շարունակ Ադրբեջանը այնտեղ ձեռք է բերել լուրջ ազդեցություն ի տարբերություն Հայաստանի եւ Թուրքիան ամեն օր երևի թե աղոթում է, որ վերջապես հայերի հետ էլ հարաբերությունները կարգավորվեն, որպեսզի Ադրբեջանից, այսինքն տեսեք, բոլոր երկրները չեն ուզում մեկից կախված լինեն կոնկրետ տարածաշրջանում։ Իհարկե Ռուսաստանն էլ ունի իր շահերը, Ռուսաստանը իհարկե պլանավորում է, որ հաստատ 2026-ից 31 ընկած այդ ընտրական հատվածում, այսինքն երբ որ արդեն լինի ձևավորված 5 տարվա իշխանություն, ռուս-ուկրաինական պատերազմը ավարտված կլինի եւ արդեն ինքը կկարողանա զբաղվել նաեւ իր ազդեցության, այսպես ասած, գոտիներում տարբեր այլ հարցերով։ Ու վերադառնալ Ռուսաստանն ունի իր շահերը, ուղղակի այստեղ մենք պետք է հասկանանք մեր սովորական ընտրողը ով գնալու է ընտրատեղամաս, պետք է ինքը կողմնորոշվի, թե նաև անցյալի իրադարձությունների հիման վրա եւ այն ձեռքբերումները, որ այսօր արտաքին քաղաքական բնագավառում կա, որն է իրեն ավելի ձեռնտու։ Այսինքն եթե իրեն ձեռնտու է, որ Հայաստանը ապաշրջափակվի, տնտեսական կոմունիկացիաները բացվեն, Հայաստանը ունենա, չգիտեմ, առաջատար տեխնոլոգիական կենտրոնի համբավ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների առումով Հայաստանը ԱՄՆ-ի հետ շատ լուրջ հարաբերություններ արդեն փորձում զարգացնել, Պարզ է, որ հստակ գիծ է լինելու, կամ դուք օգոստոսի 8-ին կողմ եք կամ դեմ եք եւ կարծում եմ սովորական քաղաքացին նույնպես այդպես է առաջ շարժվելու։ Եվ քանի որ ժամանակի սղություն ունենք, բայց շատ կարճ պարոն Մովսիսյան, ես ճիշտ եմ հասկանում, որ դրական եք դուք գնահատում այն, որ Հայաստանը սկսել է ուղիղ խոսել Թուրքիայի, ինչու՞ չէ նաեւ Ադրբեջանի հետ, որովհետեւ այս իմաստով եւս քննադատություններ կան, քաղաքական դերակատարներից մեկը վերջերս հայտարարում էր, որ Հայաստանը այդտեղ տուժող է դուրս գալու, որովհետեւ առանց միջնորդի է շփվում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
Միջնորդը կրկին պիտի լիներ Ռուսաստան։ Այստեղ տարբեր տեսակետներ, բանակցային ֆորմատներ կան իրականում։ Ուղիղ շփվելը դա դեռևս չի նշանակում, որ օրինակ այլ երրորդ կողմեր բանակցությունում ներկա չեն։ Ուղղակի ուղիղ շփվելը ինչ նկատի ունենք, որն է դրա արդյունավետությունը, որովհետև այլ երկրներ իրենց ձեռքերը չեն տաքացնում երկկողմ ձևաչափով քննարկվող օրակարգերի վրա։ Մենք գիտենք, թե այն մութ թեմաները, որոնք կան հայ-թուրքական, օրինակ ցեղասպանության հարցն է, ռուսական ռազմաբազայի հարցն է եւ այլն։ Որևէ երրորդ կողմի ուղակի ներգրավվածությունը որպես միջնորդ այս հարաբերությունների կարգավորման գործընթացում ավելի է նվազեցնելու այն ակնկալիքները, այն արդյունքները, որ հայկական կողմը կարող է ստանալ, բայց դա չի նշանակում, որ հայկական կողմը չպետք է երրորդ կողմերի հետ աշխատի կոնկրետ օրակարգեր սպասարկելու համար։ Ինչպես նշեցի, օրինակ երկաթուղագծերի հետ կապված հայկական կողմը իհարկե պետք է թուրքերի հետ երկկողմ ձևաչափով խոսա, բայց դա դեռևս չի նշանակում, որ հայկական կողմը չպետք է նաև ամերիկացի գործընկերների հետ խոսի այս երկաթուղային շրջափակման իմաստով Թուրքիայի նկատմամբ որոշակի ճնշումներ կամ ոչ թե ճնշումներ, այլ կոնկրետ խոսելու օրակարգեր բացվելու իմաստով։ Այսինքն երկկողմ ձևաչափը նկատի ունենք, բայց խոսակցությունը պարզ է, որ շատ բազմաշերտ է ու տարբեր դերակատարներ առկա են։ Շնորհակալ եմ, պարոն Մովսիսյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսիսյանի հետ։ Կհանդիպենք։